Արարատ Միրզոյանը 4 օրում 2 անգամ խոսել է Սերգեյ Լավրովի հետ։ Ըստ ձեզ ինչի մասին է սա վկայում։ Որ հողերը ուզում են հանձնեն, ես լավ Ճիշտ էլ արել է, կարայելի խոսա։ Вообще գաղափար չունեմ։ Ոչ մեկը չի կարա դենց զգա։ Ուղղակի պետք է ասես տարբերակներ փնտրես։ Ինչ իմանաս ինչ ասես։ Նրանք ելք չունեն համ դե արտասահմանի կողմը լինեն, համ Ռուսաստանի ելք չունեն ուրիշ հետ։ Ոպտի Ռուսաստանի հետ լինենք։ Երևի դա։ Արարատ Միրզոյանը 4 օրում 2 անգամ խոսել է Սերգեյ Լավրովի հետ։ Ըստ ձեզ ինչի մասին է սա վկայում։ Չգիտեմ։ Ես չեմ էլ նայում, արդեն նույնիսկ չեմ էլ լսում ինչի մասին են իրենք խոսում։ Իրանց հետ ոչ մի հույս չեմ կապում, դրա համար չեմ լսում, նույնիսկ չեմ էլ նայում։ Այդ անհայտ է, ես չեմ կարող ասել ինչի մասին, երբեք չի հայտարարվում ինչի մասին է։ Դե այնքան որ ի վնաս չլինի մեր ժողովրդին, ուրիշ ոչ մի բան չենք ուզում։ Ես ընդհանրապես չեմ լսում իրանք ինչի մասին են խոսում, իրանք միայն վատ բաների մասին, մեր դեմ դավեր են նյութում։ Իրանք էլ այդ մեր ղեկավարությունն էլ իրանց խամաճիկներն են, ռուսների ու թուրքերի։ Ես չգիտեմ, այդ գաղտնիք է, մեծ պետական գաղտնիք է, եթե Լավրովի հետ խոսում, մենք պրոբլեմներ ունենք Լավրովի հետ, կամ ինքը մեզ հետ պրոբլեմ ունի։ Չեմ կարող ասել, չգիտեմ, չեմ կռա, բայց շատ վատ արել, որ խոսել է։ Էդի գաղտնիքը չորտ եվոզն է էդ, չորտ եվոզն, էդի կոչմա Հայաստան, Ռուսաստան և Իմ այդ եվերից շատ գիտեմ, դրական բան կլինի, ես մտածում եմ, ընդամենը դրական բանի մասին, ոչ թե մինակ ես եմ մտածում, և մեր ամբողջ աշխարհ հուսով է, որ դրական, ես ասնեմ դրականի մասին եմ մտածում, եղավ ծա